ենք, ընտիր։ Այո։ Ընտիր։ Տեսանյութի մասին խոսում էինք մինչ այդ, իրականում ինքներդ արդեն տեսակ, Դավիթն ասում էր ուր է մեր կրկեսը։ Այո, ուր է մեր կրկեսը։ Դե, այո, նախ շենքը շատ գեղեցիկ է իհարկե։ Դե արտաքին տեսքից այո, բավականին գեղեցիկ շենք են պատասխանել։ Բայց ես չգիտեմ ինչու է պայմանավորված, որ դեռ չի բացվում։ Ինքը վերանորոգման process-ի մեջ է։ Երևի վերանորոգման process-ի մեջ է, որովհետև կրկեսի գեղարվեստական ղեկավարը երևի ամիսներ առաջ խոսում էր, ասում է շուտով մենք մեր նոր կրկեսը կունենանք, այն միջազգային ստանդարտներին համապատասխան, ընտի շատ գեղեցիկ, շատ լավ տեխնիկայով հագեցված, հա, կրկես կունենանք, բայց դե մենք մեր երեխաներին արդեն երկար տարիներ ազրկել ենք այդ հաճույքից, ինձ համար դա պրոբլեմ է, որովհետև որդիս շատ է սիրում եւ ես չեմ հիշում վերջի անգամ որտեղ առանց կրկես, այո, այդ իրական հրաշք է, ուրիշ բան ներկայացումները մանկական եւ այլն, բայց կրկեսում որտեղ դու տեսնում ես, հա, ակրոբատների, տեսնում ես ծաղրածուին, տեսնում ես կենդանիներին, որ կային, այդ իրականում լրիվ ուրիշ իրականություն է, եւ հատկապես շենքը, հիմա այն ինչ որ ես տեսնում եմ, մեր շենքի, ասում եմ, արտաքին տեսքից, շատ գրավիչ է, շատ տպավորող, ինձ թվում է, եթե այնտեղ անգամ այդ լույսերը, հա, որ պտտվում են ինչ-որ հետաքրքիր, օրինակ գովազներ միացնեն, կրկեսի ինչ-որ հատվածներ եւ այլն, ինքը պատկերացրու երեկոյան ինչ տպավորություն կթողնի բոլորի վրա։ Բայց սպասենք, տեսնենք, ինչպես ասում են, այո, հուսանք, որ մեր մնացած խնդիրների նման մենք ոչ թե օրինակ կմտածենք ինչ-որ բան կտրել, ջարդել, փշրել, այլ փոխարենը ճիշտ հակառակը կառուցել, որովհետև դա կարևոր է, իրականացնել, ի վերջո հասցնել ավարտի, որովհետև մեզ մոտ շատ անհասկանալի իրականություն է, եւ իմիջիայլոց այդ ծառերի թեման ոչ մի կերպ չի ավարտվում, որովհետև անընդհատ մասնագետները այդ մասին ահազանգում են, գրում են իրենց էջերին, բայց ես էլի ու էլի ապշած եմ, որ իսկապես մենք այնց անտարբերություն ունենք, մասնագետները անգամ ներկայացնում են, թե ինչպես է ժամանակին, սկսած Խորհրդային Միությունից, ինչպես են տնկվել, հա, օրինակ մայթերին, որտեղ ամենափոշոտ եւ այլն հատվածներն են եղել են այդ բարձր թեղիները, պուրակների հատվածում օրինակ այդ հուդա-ծառերը, որ ասում են, եղել են եւ այդ ծառերը եւ դեկորատիվ ծառեր, որոնք պիտի ավելի գեղեցկացնեն պուրակները։ Բայց թեղիների հարց, այսինքն ինչու բարձր, ինչու սաղարթախիտ եւ այլն, որպեսզի իրենք իրենց սանիտարական գործառույթը իրականացնեն։ Հիմա ճիշտ հակառակն է ու անգամ ես վերջերս ով էր պատմում, այդ կտրելու ընթացքում խոսել է այդտեղ ներկաների հետ, ասում է ասել են գիտեք ինչ լավ ծառեր ենք տնկում, անունն էլ է շատ լավը, հուդա։ Ու այդ կինն ասել է, բայց ի՞նչն է դրա լավ, դուք գոնե գիտեք ինչ է նշանակում հուդա, կամ չգիտեք, կամ էլ ուղղակի ցինիզմը հատել է բոլոր սահմանները։ Եվ իրականում այդպես էլ շարունակել են այդ կնոջը բառերով, որ այո, սա հուդայա ծառ է, շատ գեղեցիկ անուն ունի եւ ինքը այդքան էլ բարձր ծառ չի։ Իրականում ես հասկացել եմ հետեւյալը, այստեղ բոլորը ունեն ցինիզմի դրսևորում եւ երբ հանրությունը բոյկոտում է, այդ նույնը մենք տեսնում ենք ազգային ժողովում էլ, ավականունիստերում իմիջիայլոց է ցինիզմը կա, բայց որքան որ ես տարբեր աֆորիզմներ եմ ընթերցում կամ տարբեր գրականություն, շատ հետաքրքիր եւ դասական եւ ժամանակակից ստեղծագործողներ անընդհատ ասում են, որ ցինիզմը գիտությանն է բնորոշ, որովհետեւ իրականում կրթված մարդը իրեն թույլ չի տալիս ցինիզմ, որովհետեւ ցինիզմը դա թույլ զենք է իրականում։ Այսինքն երբ դու առանձնապես, հա, այն կրթությունը չունես, որ ունենաս լուրջ բարոյական սյունային արժեքներ, քո միակ զենքը դառնում է դիմացիդ կանգնած մարդուն հաղթելու միակ զենքը։ Ցինիզմը, այսինքն ցինիզմով սարկազմի ճիշտ, սարկազմի նոտաներով պատասխանել, չնայած շատ ցինիզմով, որովհետև դու ուղղակի այլ տարբերակ չունես։ Ոչ իմիջիայլոց լռելու, լսելու, անգամ եթե մարդը սխալ է, ոչ ի վիճակի ես ճշմարտության դեպքում ընդունել մի բան էլ այո ներողություն խնդրել, դու ոչ էլ ի վիճակի ես լսել ու շտկել, այսինքն երբ որ մարդը չունի այդ կրթությունը, ինքը միակ բանը որ պիտի անի բոլոր քննադատություններին, չգիտեմ ինչին, ինքը պիտի ցինիզմով պատասխան տա։ Եվ այդ ցինիզմը իմիջիայլոց այս վերջին տարիներին շատ նորաձև է դարձել։ Ես օրինակ համաձայն եմ, որ մարդը մարդու հետ վիճի իրապես, դու այսինքն լսես այդ մարդը ինչ է կարծում,
ինքն էլ լսի թե դու ինչ ես կարծում, ես սա շատ ավելի ազնիվ եւ ավելի վեհ հարաբերություններ եմ համարում, քան ինչ որ մեկը որոշի ինձ համար ես իմ ամբողջ կյանքում իմիջիայլոց այդ տեսակ մարդկանց երբևէ լուրջ չեմ ընդունել եւ ասեմ ավելին, ուղիղ տեքստով միանգամից վիրավորել եմ, որովհետեւ ես չեմ էլ պատրաստվում այդ տգետների այդ մակարդակին իջնել ու որոշել իբր ես ցինիզմին կարող եմ ցինիզմով պատասխանել, որովհետեւ ես երբեք ցինիկ չեմ դառնա։ Ցինիզմին կարելի է արհամարել միայն։ Իհարկե, կամ արհամարել, կամ միանգամից իրեն ասել, որ դու ապուշ ես, տգետ ես, անգրագետ ես եւ քո միակ զենքը, այո, ուղիղ տեքստով, որովհետեւ ինքը հասկանում ես, եթե անգամ դու իրեն ցինիզմով պատասխանես։ Չնայած ասում եմ, ես ցինիզմով պատասխանում եմ մարդ միայն այն ժամանակ, երբ որ ինքը ցինիկ է, չէ՞։ Իսկ ես ցինիկ չեմ։ Հետևաբար ես չեմ կարող այդ տեսակ պատասխան ունենալ։ Ես այդ բառից զզվում եմ։ Որովհետև իմիջիայլոց այդ բառի բովանդակությունը եւ իրականում ամենայն ազնվորեր եմ ասում, կարող եմ հետո ցույց տալ։ Դու որ տեսնես ինչ աֆորիզմներ կա ցինիզմի մասին մեծամեծերի մեջբերումներով, դու հաստատ եմ որ ասում եմ ավելի կնող կաս այդ արտահայտությունից։ Եվ ինձ համար սա բացարձակ ոչ հարցադրումից փախնելու իբր տակտիկա է, ոչ էլ խելամտության դրսևորում է, որքան որ ես ճանաչել եմ շատ ինտելեկտուալ մարդկանց, ովքեր ինչ-որ արժեքների մասին խոսում են, արդեն ունեցել իրենց հետ եւ ընկերական միջավայրում խոսելու եւ հարցազրույց վերցնելու, նրանցից որևէ մեկը երբևէ չեմ լսել, որ ցինիզմին տա որևէ, ասկամ բացի վատից, ինչ-որ վերաբերմունք։ Եվ իրականում թույլ մի տվեք, սիրելի հայրենակիցներ, սկսած ընկերական միջավայրում, վերջացրած, չգիտեմ, եթե մենք խոսում ենք անգամ պետություն եւ ժողովուրդ, հարաբերություններից, մի թույլ տվեք, որ ձեզ ցինիզմով պատասխանեն, որովհետեւ ցինիզմով պատասխանում են այն դեպքում, երբ բացարձակ դու իր համար արժեքավոր չես, ինքը ուղղակի անտարբեր է քո կարծիքի ու քո վերաբերմունքի հանդեպ իր նկատմամբ, եւ այն մարդիկ են դա անում, ովքեր ցինիկ են, իսկ ցինիկ են անգրագետները։ Հետևաբար չի կարելի երբեք անգրագետին թույլ տալ, որ ինքը հանկարծ իր ցինիզմը քո հանդեպ դրսևորի։ Ձևերը գտեք, իմ նման կարող եք ցենց ուղիղ տեքստով, կոնկրետ, շատ ծանր հրետանիով վիրավորել։ Օրինակ մի առաջարկ ունեմ, այս առաջարկը ձեռք է տալիս եւ ինձ, եւ քեզ, եւ նաեւ կառավարական մարմիններին։ Օրինակ, չգիտեմ, քաղաքապետին եւ առհասարակ ավականիներին։ Ցանկացած ծառ կտրելուց առաջ, երբ որ փորձաքննություն է անցնում, չգիտեմ, երևի նայում են, տեսնում են ծառը փչացած է, փչացած չէ եւ այլն, իրենք այդ փորձաքննությունը ինչա դրա անունը ինչ որ տնենք, այդ արդյունքը կախեն ծառից, որ փորձել ենք, հիմա այս ծառը ունի այս հիվանդությունը եւ սա կտրման ենթակա է եւ տեղը տնկվելու է այսինչ ծառը, որ մոտավոր բարձրանում է այսքան, մեծանում է այսքան, չգիտեմ, փարթամությունը այսքան է լինում, այսինքն նմանատիպ ինֆորմացիա փակցնեն ծառերի վրա կամ չգիտեմ, լրատվականներով կամ առհասարակ TV-ով հայտարարեն։ Դե փակցում օրինակ սակուրաներից մի քանի ֆոտոներ կախած էր։ Չփակցնում է, որ սա սակուրա է, չէ, դա չեմ ասում։ Հա։ Որ ծառը որ հոտած է, ոնց են իրանք որոշում որ հոտած է։ Թող այդ փորձաքննության արդյունքները բայց դե մարդիկ էլ հենա ասում են, որ առհասարակ երբևէ չի կարելի ծաղկած բողբոջած ծառը կտրել։ Եվ հետո կտրելուց հետո գարնանը էտում են, որքան որ գիտեմ, եթե չեմ սխալվում, աշնանը, ճիշտ եմ ասում, աշնանը, այսպես ասած, կտրում են այդ ճյուղերը բան, եթե փչացած է, վնասված է եւ այլն։ Ինչ որ այսքան ճիշտ ժամանակաշրջան անելու։ Ես գիտեմ, որ գարնանը միմիայն կարելի է էտել եւ այսքան մշակել ծառը։ Հիմա ճիշտ են ասում, երբևէ որևէ բանով չեն գալիս փչում, խնամում, ճիշտ է։ Ասում են, որ կիրով մշակում են, չէ՞, տարմատները։ Հա, որ որևէ բան չի լինում։ Հիմա տեսեք, այդ ծառերը տենց մեծ ոգևորությամբ կտրում են այլ քաղաքի կենտրոնում։ Հերոստատեսության հարակից տարածքում եւ անգամ հյուրը, որն եկել էր մեզ մոտ քաղաքապետարանից, օգնական էր, ինչ էր այդ տղան։ Ես իրեն տարա հարակից տարածքում գտնվող այգի, այստեղ, որտեղ ասում եմ, սկյուռեր կան, բան մենք տեսել ենք։ Այդտեղ կա մի ծառ, որ ամեն անգամ այս սեզոնին հիմա սկսվում է եւ սկսվում են բլոճները, ինքը վատ վիճակում է եւ այդտեղ մի քանի այդ տեսակ ծառ կա։ Եվ այգին բացառապես անմխիթար անխնամ վիճակում, այստեղ աղբ է թափված,
խայտարակ կերպով աղբ բառից բուն իմաստով օրինակ ես մի անգամ տեսա որ մարդը իր տան բոլոր հին իրերը թեյնիկ, չգիտեմ, հեռուստացույց, հին պայուսակ եւ չափազանց մեծ քանակով բերել էր լցրել էր այդ ծառի տակ իհարկե այդ մարդկության խոզության բացարձակ դրսևորում է բայց ենթադրենք որևէ մեկը որովհետեւ աղբամանը ընդամենը 10 մետր այն կողմ է։ Վրան էլ մեծ գրած է, որ աղբի տեղը աղբամանն է։ Մեծ աղբամանը 3 հատ դրված է։ Ինքը որոշել է այնտեղ չթափել, թափել այդ սկյուրների, չգիտեմ, այդ ծառերի տակ։ Հիմա ես այդ տղային երբ որ տարա մոտեցրեցի այդ ծառին եւ ասացի օրինակ այս ծառը, հենց այս ծառը հատելու ծառ է։ Որովհետև ինքը նախ վնասում է այլ ծառերի եւ ակնհայտ երևում է։ Ինքը չէ բողբոջում, ինքը տենց սեյվացել է եւ այլն։ Ինքը ասաց, որ ինքը չի կարող օրինակ այս ծառը գալ, կտրել եւ այս այգին մշակել, որովհետև իրենց ենթակայության տակ չի մտնում եւ այլն։ Ասում լավ, ում ենթակայության տակ է։ Օրինակ եթե այս տարածքը ունի ինչ են ասում, թաղապետ։ Տեր, չգիտեմ, մի բան վերջը։ Հա, կա քաղաքապետ եւ կա թաղապետ։ Հիմա որևէ բնակիչ օրինակ մտքով անցկացրել է զանգի եւ փորձի դիմել, օրինակ մի բան էլ քաղաքապետ Արանին ասի, որ ձեր նշանակած մարդիկ իրենց գործը չեն անում, որովհետեւ սա մեծ այստեղ սաղարթախիտ տարածք է եղել անտառներով եւ ինքը բացառապես անմխիթար վիճակում է, իսկ տարածքում էլ կան բազում շենքեր։ Ինչի որևէ մեկը օրինակ մտքով չի անցկացնում գալ այս ծառի աղբը մաքրել, այստեղ կարող եք ցուցանակ կախել, մի բան էլ կարող եք տեսահսկող բան դնել, որ եթե աղբ թափեք կտուգանվեք։ Չգիտեմ, 7 միլիոն դրամ։ Առաջարկում եմ, որ անպայման այդ տեսախցիկը լինի։ Ես նկարել եմ իմ հեռախոսի մեջ է հենց հիմա, թե այդ տարածքը քանի որ անխնամ է, երիտասարդ տղաները գալիս են եւ երկար ժամանակ sense տարբեր տեղերում ինչ որ բան են ման գալիս։ Տեսնես ինչ են ման գալիս։ Շատ տարօրինակ է, տեսնես ինչ են ման գալիս։ Ինձ էլ այդ։ Ես այն օրը այնքան բացահայտ սկսեցին երկար բարակ, մի 20 րոպե ման էին գալիս։ Հեռախոսով խոսում էին ու ման էին գալիս, էլ տերևների մեջ փորեցին, գնացին այն մյուս տեղը նայեցին, նստարանի տակ են ինչ որ բան նայել, ես այդ ամեն ինչը նկարել եմ։ Երկու երիտասարդ տղաներ։ Այսինքն այդ տարածքը, որպեսզի չվերածվի անհասկանալի դրսևորումների, այդտեղ շատ ծառեր կան։ Այդտեղ հենց անմիջապես հարակից տարածքում կա թենիսի կորտեր, մարդիկ գալիս են այդտեղ խաղում են, շատ գեղեցիկ ու հանգիստ տեղ է։ Այնպիսի ծիտիկներ կան այդտեղ, որ ծլվլում են, ես այնքան բացահայտում եմ անգամ ինձ համար, սկյուրին անձամբ եմ տեսել, որը երևի գալիս է ուզում այդտեղ ինչ-որ բան ման գալ, այդ հոտած տարապետում են փախնում։ Մենք չենք ուրախանում, որ օրինակ չգիտեմ, այնքան անտառները կամ այդ սաղարթախիտ վիճակը շատ լինի, որ կենդանիների հետ շփվենք։ Նստենք խոսքի սկյուրներին կերակրենք։ Խոսում ենք վայրերի ենք։ Կուտենք, չէ՞, այդ սկյուրները։ Իհարկե, կբռնեն, կտանեն իրենց տուն, կխորովեն, կուտեն այդ սկյուրին, գործ չունես։ Մենք չունենք հարաբերվել կենդանու հետ։ Դրա համար էլ ասում են, տեսեք այդ ժողովուրդը ոնց է վերաբերվում իր կենդանիներին, հասկացեք նրա ապագան։ Մենք տապորում ենք, սպանում ենք, երբեք մտքներովս չի անցնի, օրինակ, մի աման այսքան 200 դրամ տալ, մի այսքան աման թթվասեր գնել, դնել օրինակ իմ փիսիկը ուտի։ Դուք այդ փիսիկին կբռնեք խժռեք այդպես։ Թե ինչ արել է խեղճ փիսիկը։ Չգիտես, էլի։ Փիսիկը պտտվում է շենքի բանում, նկուղներում, մլավում է։ Հա, բայց պետք է մլավի, փիսիկը մլավելու համար է, որ փիսիկը հաճա, հաստատ մի տեսակ տարօրինակ է։ Իդեպ ասեմ, որ զուտ իմանաք էլի իրենք սանիտարներ են, ասենք այդ ձեր շենքի այդ հին, այդ առնետներին ու մկների հարցերը իրանք են լուծում, որ չգան այդ մկներն ու առնետներն այդ ձեզ ուտեն։ Իմացեք, որ այս բնության մեջ ամեն ինչ իդեալական է, ոչ մի բան ավելորդ չի, ոչ մի բան շատ չի, քիչ չի։ Այո, միջատներն էլ անգամ մեկը մեկին է ուտում, տիտիկը միջատ է ուտում, չգիտեմ ինչ է ուտում։ Մենք էլ բոլորին ենք ուտում։ Իսկ մենք ուտում ենք բոլորին, ծառերը կտրում ենք, կենդանիների տապորում ենք, խժռում ենք, ուտում ենք, խորովում ենք, ինչ ենք անում, որովհետև մենք դարձել ենք ինչ-որ անհասկանալի աբորիգեններ, որոնք ոչ սկյուր են սիրում, ոչ կատու են սիրում, ոչ շունիկ են սիրում։ Հենը մեկը գրել էր, էլի գցել էր համացանցում, ասում Շան Ձակին վերցրել են։ Այնքան էլ սիրուն է, այսքան նայում ես խեղճ։ Շան Ձակին վերցրել է, տարել է, գցել է գարդի ու ինչ-որ իցած քարերի մեջ։ Ինչի համար։ Դա տենց այն որոշել, նոր ածնվել է։ Երևի լավա չես գրել տակը, որ գցել ես այդտեղ, որովհետև քեզ ուտում էր։ Մեկ ամսական ձակը, դու հազիվ փրկվեցիր նրանից։ Մի բան էլ հետո այն մարդիկ, ովքեր դեռ չեն մեռել, հոգին չի մեռել, գրում են, ասում են, եթե ինչ-որ մեկը կա գառնիում, խնդրում եմ բերեք, մենք այստեղ մի բան կանենք։
այս տեսակ վերաբերմունք։ Լավ, մենակ դեն սովորել եք, որ այդ թանկ ու կրակ արդեն ավականիներ այնքան են բացահայտ ապացույցներով, թղթերով ասում, արդեն չեք էլ զարմանում, ոչ դուք, ոչ մենք, որ օրինակ դուք անհավանական գներով ծառեր եք գնում եւ բերում եք դենց տնկում եք, որտեվ ծրագիր եք իրականացնում։ Պետք չի ծրագիր իրականացնել։ Հենց հիմա ես բացահայտ ասում եմ քաղաքապետարանին։ Այս այգին անհապաղ ծառ կտրելու տեղ կա։ Տենց շատ եք ուզում կտրեք, եկեք կտրեք հենց հիմա։ Վնասում է մնացածը եւ իրականում փորձեք մաքրեք ձեր կյանքում բացի վնասելուց։ Օրինակ կարող է հաստատ որ քաղաքապետարանից գան այստեղ մաքրեն, այս ծառերը մշակեն, կիր գցեն, չորացածները կտրեն, չգաք ծառերը կտրեք։ Հիմա չեմ ասում գաք այս այգին կտրեք, տանեք։ Հայ, լավ են վախենում եմ, կգանես այս ծառերը կկտրեն, լրիվ ասել եք։ Հետո կասեն անուշիկներ ասում։ Չասիր արի այս այգին կտրի։ Հա։ Կտրեցինք։ Կամ որ ասես եկեք մի բան փչեք թող ծառը չկտրենք, մի բան փչեք թող բլոճիկները վերանան, իրանք ասեն, չէ, այս ամբողջ այգին պիտի կտրենք։ Երկու հատ ծառ կտրելու համար իրանք չեն գա, որ գան, պետք է ամբողջ այգին կտրեն։ Հա։ Բայց չէ, մի եկեք էլի, որովհետև հեսա կգան կասեն, էս ինչ լավ տեղ է, եկեք ստեղ նորակառույց սարքենք։ Չնայած արդեն սարքել են։ Այնպես չի որ չեք սարքել, բայց բանը, ասես մի միլիմետր տեղ եք ման գալիս, որ տենակ ըստեղ էլ հնարավոր է ծառ բան անել։ Տնկել, կտրել, դուք կկտրեք, որովհետև տենց Էդ ինչեր ես ասում, տնկել, մաքրել, ինչ որ Այս մեր իրականությունն է, իրականում, որտեղ գարունն էլ գալիս է ծաղկած ծառեր, բնություն ենք ուզում, մաքուրոտ եւ այլն, վերջում պարզվում է այս մարդիկ տանել չեն կարողանում, ոչ ծառը, ոչ ծաղիկը, ոչ մաքուրոթը։ Կտրեն թափեն մենակ։ Հետո այդ սակուրաները, անցած տարի սակուրանները տնկեցին, հետո ապացուցեցին, որ չորացել են, չէր կպել։ Տասնյակ ծառեր։ Այս տարի նորից շարունակում են նույն բանը անել։ Եվ այս ամենի ֆոնին սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակենք իհարկե գովազդով, որովհետև հետո պիտի դիմավորենք մեր հյուրերին, բայց իրականում ամեն մի այգի գոնե ձեր տարածքում ձեր սիրո ու պատասխանատվության տակ է։ Փայփայեք, որովհետև այդ ծառերը ձեզ են հաճույք պատճառում, իրենք կտրելու են, թողեն գնան։ Եվ վերջի վերջո մաքուր պայեք, տեսել եք, որ քամի է լինում, ինչ է այս քաղաքի վիճակը։ Տոպրակներ, չգիտեմ ինչեր, կարտոններ, տուփեր, երկնքում սավառնում են։ Ծառեր են սավառնում երկնքում կտրած, որովհետև այդ փոշին ու կեղտը չէր լինի, եթե ծառերը չկտրվեին։ Բայց տեսար են սպիտակ են, որ կտրել էին, այդ ճյուղը, մեծ ճյուղեր, բողբոջատ, այդ ինձ սիրուն այդ սպիտակ ու ասում է, բանա, չորացած է։ Հա, չորացած է։ Ծառը թարմ է, թարմ ցած սպիտակ սիրուն, ասում է չորացած է։ Ինքը պատկերացնում է, որ ծառին դիպչում ես, պետք է թաց լինի, թաց պետք է լինի ձեռքիդ որ կպնի։ Դե լավ, գովազդներ եթերում։